Կոշիկ անապատ վանական համալիրը Արցախի հայ միջնադարյան թաքնված գանձերից է։ Կոշիկ անապատ կարելի է հասնել Քոլատակ գյուղից։ 2 ժամ տևող մոտ 10 կիլոմետր ձգվող անտառալեռնային ճանապարհի մի մասը հնարավոր է հաղթահարել բացառապես ոտքով։ Հայ մշակույթում անապատ անվանվել են վանական մենաստանները։ 12-րդ դարի արձանագրություններում վանքը հիշատակված է Կոշիկ անվանումով։ Հավանաբար գոշկ բառից է։ Գոշկ ասում են լեռներում ապրող ճգնավորների խմբին։ Վանքը Արցախի խաղբակյան իշխանների հոգևոր կենտրոնատեղիներից էր։ Կառուցվել է 11-ից 12-րդ դարերում։ Բաղկացած է 2 հուշարձանախմբից, որոնք միմյանցից բաժանվում են ներքին բակով։ Բակի հարավային թևի կառույցները տնտեսական նշանակության սրահներ են։ Հետաքրքրական է հատկապես կավե խողովակներով բաղնիքը։ Հյուսիսային կողմում 3 եկեղեցի է եղել և 1 եռակամար սրահ գավիթ։ Բոլորը կոպտատաշ քարից։ Սրբատաշ է միայն մեծ եկեղեցու ճակատը։ 12 տողանոց ընդարձակ արձանագրությունը պատմում է, որ Մամա Խաթունի թոռ Խերխանը իր տոհմը դատաստանի զրկանքներից ազատելու համար կառուցել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, նորոգել այլ եկեղեցիներ և գերեզմանատունը։ Արձանագրությունը 3 շարք քարերի վրա է, դրանց մի մասն է պահպանվել։ Գիրն ավարտվում է կապանքով. «Ով ջանա զրկել այս տեղերը, նրա ոսոխն Աստված լինի և ինքն էլ զրկված լինի հավիտյանս»։ Համալիրի ողջ տարածքում 12-ից 13-րդ դարերի 20-ից ավելի արձանագրություն կա։ Խաչքարերը հիմնականում հարազատների հիշատակի համար կանգնեցված սուրբ նշաններ են։ Պատերին ագուցված վիմագրերը վկայում են վանքին հայ իշխանների կողմից նվիրաբերված շինությունների կամ հողերի մասին։ 2022 թվականին Կոշիկ անապատում հայտնաբերվել է ևս մեկ խաչքար, կանգնեցված 1273 թվականին Արցախում պաշտելի սուրբ համարվող Հեղինեի համար։ Կոշիկ անապատ վանական համալիրը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է։ 2023 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Կոշիկ անապատ վանքը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։